տեսեք, այն ինչ որ անում է Նիկոլ Փաշինյանի խմբակի հետ դատական համակարգի հետ կապված բոլոր գործերում, այդ արդեն իրավաբանությունից երկար ժամանակ է դուրս է մնացել։ Ամենայն անկեղծության մեծ ցավ եմ ապրում, որովհետև ես էլ վերջին օրերին եմ հրաժարվել դատավորի թեկնածու լինելուց։ Իրոք ցավ եմ ապրում, որ մեր դատական համակարգը նման վիճակում է գտնվում ու շատ իրոք նաև ցավալի է, որ առանց այս փոփոխությունների այդ ամենը չի կարգավորվելու։ Մենք չունենք միանշանակ անկախ դատական համակարգ ու նաև այդ այսպես ասած առիթները տալը, որպեսզի վիճաբանություն լինի, միանշանակ այդ իրենց արած գործեր չասեմ վստահ եմ, բայց շատ մեծ կասկածներ ունեմ, որ այդ ամենը սադրանք էր։ Ինչ տրամադրություններ են Գյումրիում այդ հայտարարությունից հետո, մենք ուշադրություն չենք դարձնում Նիկոլ Փաշինյանի կողմից կամ իր խմբակի կողմից արված որևէ հայտարարության, մենք գնում ենք մեր ընտրություններին, մենք մասնակցելու ենք ընտրություններին բոլոր հնարավոր օրինական ճանապարհներով տեր ենք լինելու բոլոր մեր քաղաքացիների ընտրությանը եւ վստահ եմ Գյումրին, Շիրակ ու Հայաստան աշխարհը իրենց ուրույն ու կարևոր գործը կանեն հունիսի 7-ին, կգնան ընտրությունների, կմասնակցեն ու միանշանակ մեր մոտ չեն լինելու առնվազն 300,000 ադրբեջանցի ցանկացող քաղաքացիներ ու ես մեծ հույս ունեմ ու նաև կարող եմ ասել, որ վստահ եմ, որ հունիսի 7-ին ուշ գիշերը կամ հունիսի 8-ին լուսադեմ մենք տոնելու ենք ուժեղ Հայաստանի կալուստը։ Կարող ենք փաստել, որ Գյումրին արդեն իսկ մերժել է Նիկոլ Փաշինյանին։ Գյումրին երկար ժամանակ է մերժել է Նիկոլ Փաշինյանին, ասեմ ավելին, Գյումրին որևէ առիթ երբևէ չի ունեցել չմերժելու Նիկոլ Փաշինյանին, որովհետև խոսում ենք Հայաստանի Հանրապետության հայրաքաղաքի մասին, խոսում ենք մի մարզի մասին, որտեղ ունենք 42% աղքատություն ու ծայրահեղ աղքատություն, այսինքն Նիկոլ Փաշինյանը պրեմիաներ ստանալուց, ուղարկելուց, փոխանցելուց ու այսպես ասած շռայլելուց բացի քաղաքի ու մարզի համար որևէ բան չի եղել։ Քաղաքն ու մարզը գտնվում են խայտառակ վատ վիճակում, պատկերացրեք 42% աղքատություն, դա ինչ թիվ է, գրեթե յուրաքանչյուր երկրորդը գումարի, հացի, կոմունալ վճարելու խնդիր ունի։ Դրա համար նա միանշանակ մերժված է ու նա միանշանակ եւս մեկ անգամ վերջնական մերժվելու է հունիսի 7-ին։ Տեսեք Նիկոլ Փաշինյանը, բայց պարբերաբար ասում է, որ Գյումրի երկու սցենարը այստեղ չի լինելու այս անգամ։ Ինչ կասեք այս մասին։ Ես այդպես էլ չհասկացա, այսինքն ինչ է ստացվում, եթե ինքը խոսում է մի օր ժողովրդավարությունից, օրվա երկրորդ կեսին փոխում է իր խոսույթը, այսինքն ժողովրդավարության մեջ մարդը գնում է ընտրության, կատարում է իր ընտրությունը, անում է այն, ինչ ինքը ուզում է, ինչպես չի օգտագործում վարչական ռեսուրսը, ինչպես չի վախացում եւ այլն, չխոսեմ մնացածի մասին, վստահ եմ բոլոր այդ ամեն ինչի մասին տեղյակ եք։ Լինի Գյումրի 2, լինի Գյումրի 3, լինի Գյումրի 4 թե 5, Նիկոլ Փաշինյանը հունիսի 8-ից հետո չի լինելու իշխանության ղեկին։